Հետաքրքիր է, օրինակ ինչի չի քրեականացվում էքստրասենսորիկ ինչ-որ էքստրասենսների վերաբերյալ շարլատանություն։ Մարդիկ խարդախություն են, չէ՞, խարդախներ են։ Էքստրասենսները բախտ նայել, բախտ բացել, չգիտեմ, մի լավ թուղթ ու գիրանել։ Հարգելից, այդ ամեն ինչը բնականաբար կամ այդ մարդիկ հոգեկան առողջության խնդիր ունեն, կամ այդ մարդիկ պաթոլոգիկ ստախոսներ են, կամ այդ մարդիկ պարզապես ստախոսներ են, քանի որ չկա էքստրասենսորիկա, էքստրասենսներ, զգայունների միջոցով ինչ որ բան գուշակել, տարող թղթեր եւ այլն, դրանք կեղծիքներ են, դա խարդախություն է։ Ոնց կարելի է, մենք գիտենք, որ խարդախությունը, սրիկայությունը, խաբեությունը տարբեր երկրներում կա, բայց ոնց կարելի է դժբախտության վրա հույսը վաճառել, ոնց կարելի է դժբախտության վրա ստատուս ձեռք բերել, ոնց կարելի է կորած ու գտնված ցավոք մահացած երեխային, որ գտել են իր վերաբերյալ էքստրասենսերը ինչ որ բաներ ասեին։ Ես աշխատել եմ շորերի հետ, ես զգում եմ ինչ որ տեղը, ինչ որ անորոշ բաներ, ես կխոսամ ինչ որ, չգիտեմ, տիեզերքից էներգիա կհավաքեմ, կխոսեմ, հոգիների հետ եմ խոսել, ոնց կարելի է հանդուրժել այսպեսի երևույթ։ Եվ ընդհանրապես մեր հասարակությունը ինչու է այսքան վատը, այսքան տգետը, այսքան անառողջը, ինչու է այսպես կլանում շատ արագ, ինչի պիտի նման տգետ տեսանյութը, որտեղ խարդախություն է, որտեղ հույս վաճառել է, որտեղ կեղծիք է, ինչի պիտի միլիոն դիտում ունենա, ինչի պիտի կարիք ունենանք հավատանք դրան, ինչու պիտի մեզ մոտ անառողջությունը այսպես շատ հեշտությամբ ծաղկի, զարգանա, ինչի պիտի օրինակ երբ տեսախցիկ չկա, կարող է այդ վարորդը կարմիր գծի վրայով անցնել, հա, կարմիր լույսի տակով անցնել, որ կարող է ամենակարևորը այսպես մաքուր տեղում աղ գցել։ Ինչի է մեր հասարակությունում անառողջը այսքան շատ ներմուծվում։ Ինչի այսքան պահանջ ունենք մենք անառողջության։ Երբ խոսում եմ adekvat մասնագետը, գիտնականը, պահանջարկը շատ ցածր է։ Երբ խոսում է շարլատանը, շատ բարձր է։ Ընկերս գնացել էր ինչ որ հարցով փորձելու հետ կապված, գնացել էր բանի հետ, պիտի հետազոտեն, փորձեն, տեսնեն այդ մարդու ոնց է մոլորեցնում, մի խոսքով ինչ որ նման բանով գնացել են, թուղթ ու գիրանովի մոտ։ Ու ինքը ասում է, դու չես պատկերացնի այդ ծավալը մարդկանց քանակությունը եւ պահանջարկի ծավալը ինչքան մեծ էր։ Օրինակ ինչ որ մեկը ասում էր, տեսնես, չգիտեմ, երկու ընկերի խոսում են, օրինակ Դավիթը ենթադրենք, ինձ կուզի թե չի ուզի, գնամ տեսնեմ Բախտնայով ինչ է ասում։ Հասկանում եք, դա դեգրադացվածության շատ բարձր աստիճանի մասին է վկայում։ Ամեն որ գրում են, ամեն մեկնաբանության տակ դա դեգրադացիոն օրինակ է։ Ամեն օրինակ տեսնում են, գրում են, ինչ որ մեկը ընկավ գլուխը կոտրեց, տակը գրում են ամեն, ինչ որ մեկը մեռավ, տակը գրում են ամեն, ինչ որ մեկը թունավորվել է, ինչ որ երեխային գողացել են, տակը գրում են ամեն։ Ամեն գիտեք ինչ է նշանակում։ Ռուբենի մեր գործընկեր բանը դիտեք, պոստերը դիտեք հրապարակում կիմանաք։ Թող լինի այդպես, դա է նշանակում։ Չեք այսքան դեգրադացված։ Չհանդամը չեք սիրում կարդալ, չհանդամը որ ինչ որ մի հատ կիսախեղված բլոգերի հայհոյանքը ավելի շատ է ձեր գլխում պատտվում, ավելի շատ եք լսում, քան Չարենցի կամ Սիլվա Կապուտիկյանի խոսքերը։ Դա մեր ինչ որ մշակույթի առավոտավոր հատվածն է։ Կոտորվեցինք գրելով, որ ազգային ինքնությունը եթե չպահես ազգային ինքնությունը, դու զուլվելու ես։ Ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը լեզուն է, մայրենի լեզուն, որ նվազագույն դրա պահպանման կարևոր բաղադրիչը հայատար գրելն է, ոչ թե գրեց բարև ձեզ գեգեցկուհի, լատինատար, որ վերանա լեզուն, որովհետև եթե լեզուդ վերացավ, իրար հետ հաղորդակցվելու միջոց չես ունենա, որովհետև լեզուն է, որ տվյալ էթնոսի անհատների սոսնձում միացնում է իրար, պահում է համատեղ, միտեղ է պահում, որն էլ հնարավորություն է տալիս քո տարածքը, քո լեզուն, քո ինքնությունը պահել, հա, լեզվի միջոցով է։ Ինչի է արագ աղճատվում դա, ինչ լատինատար, ինչքան տգետ ասես, ձևով որ չի գրվում։ Ոնց կարող է օրինակ մենք քրիստոնյա եւ այլն այսպես գլուխ են գովում, ոնց կարող է օրինակ աղանները 250,000-ից ավելին են։ Ինչ առաքելական եկել, ինչ եք խոսում։
Չեք հասկանում, որ տեղեկատվական պատերազմի ամենակարևոր բաղադրիչները ինքնության ոչնչացումն է։ Ինքնության բաղադրիչների հերթով ոչնչացումը, մեկը եկեղեցին, մյուսը պատմությունը, մեկը լեզուն, մյուսը մշակույթը։ Այդ ամեն ինչ համար որպեսի դա ոչնչացնել, թիրախային հարվածներ է լինում։ Դա լինում է աղանդավորների միջոցով, եկեղեցին ոչնչացնում, դա լինում է մշակույթը ոչնչացնելու միջոցով, երբ կլկլոցներ են լցնում երկիր, մուսուլմանական կլկլոցներ։ Ես մշակույթին տարակերտ մշակույթին դեմ չեմ, բայց եթե միայն դա է նպաստվում, մտնում է երկինք, մենք խոսում ենք, մեր թշնամին, թուրքերը սենց են, քանի տարի ենք անընդհատ թուրքական կլկլոցներ մենք քարոզում, լսվում, այն գիշերը, որ 4-ին քնած ես, մեկը ինչ-որ մեքենայից բարձրացնում է, այդ կլկլոցը լսում ես։ Դրանից լավ ագիտացիա կա, ինչ հայրենասիրության մասին։ Մենք ինչ-որ անդադ խոսում ենք մի բանից, բնականաբար ինչից խոսում ես, դու դրա հետ կապ չունես, որովհետև անում է, այդ զինվորը, որ պոստերում կանգնած է ցրտին, ինքը չի գրում ես ցրտին կանգնած եմ պոստերում, ինքը այդ գործ է անում, բայց այդ մարդիկ, որ ոչինչ չեն անում, իրենք ադդ հայրենասիրություն, ու չեն հասկանում, որ հայրենասիրություն սկսում է գրագիտությունից, հայրենասիրությունը սկսում է քո ազգակցի հանդեպ լավ վերաբերմունքից, հոգատար վերաբերմունքից, չեն հասկանում, որ դա սկսում է քո երկիրը չմխտրելուց։ Մի բանի հարցնում եմ, ասում եմ, Վարպետ, ինչի ես ծխախոտ է գցում ես մաքուր տարածքում, ասում եմ, ձեռքիցս ընկավ։ Մեծ մարդ, անուշիկս չի կսե ասում, ձեռքիցս, ասում եմ, ինչ ես սենց արել, ասում եմ, ես չեմ արել, չգիտեի, եւ մանկական թվական են 4 տարեկան երեխային, 50 տարեկան մարդուն ասում եմ, Վարպետ, ինչ ես ծխախոտ է գցում գետին, գոնե ստեղ, ասում եմ, ձեռքիցս ընկավ։ Ընկերներ, չի լինի զարգացում, երբ կա այս ինֆովիրուսը, երբ կա ախտածին երևույթ, երբ մշակույթը ավիրվում է, նայեք, զարգացման համար, հատկապես փոքր պետության զարգացման համար և կայունության համար, դու չես կարող պարփակվել, չունենալ, շփվել ոչ մեկ հետ, Հյուսիսային Կորեայի լինել, ու ասել ես պահում եմ իմ ազգային արժեքները, դու ոչ չանաս, կվերանաս, դու պիտի բաց լինես, բայց միևնույն ժամանակ ազգային ինքնությունը վկայող արժեքները շատ ամուր պահել, ընդ որում սա ասում եմ ես այն դեպքում, որ ես ավանդապաշտ չեմ ընդհանրապես, բայց ազգային ինքնությունը ենթադրող արժեքները, ընտանիքի արժեք, մշակույթը որպես այդպիսին, ով գիտի Կոմիտասը ով է, գիտեմ փողոց է, ու դրա վրա լավ օբյեկտներ կան, չաբաբնոցներ կան, որտեղ բան են տալիս, կլկլոցների տակ, ինչ-որ ստամոքսի երգերի տակ, ինչ-որ ուտելիք են տալիս։ Հասկանում եք, ինչքան ուզում եք հայրենասիրությունից կեղծ խոսեք, ինչ պոստեր ուզում եք գրեք, ինչքան դրոշ ուզում եք վառեք, ինչքան ձեր դրոշ ուզում եք բարձրացրեք, այդ ամեն ինչը կամ զինվորի մասին կենաց խմել, դրանք չեն օգնում։ Ես ինչքան հիշում եմ, մենք կենաց ենք խմում, կամ ասում ենք հայ նման ազգ չկա, կամ ասում ենք չգիտեմ այս ինչը մենք ենք ստեղծել, կամ ասում ենք այս ինչը հայ է ու ոչինչ չենք անում։ Նայում եմ վերջի զանգը, թանկանոց մեքենաներով, արագ, անվերջ սիգնալներով։ Ես ասում եմ, տեսնես, այս շրջանավարտը, որ 9-րդ դասարան օրինակ վերջացրել է, ինչ է սովորել, ինչ ունի իր մեջ, ինչ ունի ինքնանպաստ, առողջ, շրջապատի նպաստող, երկրի նպաստող, հայրենիքի նպաստող, պետությանը, ինչա ձեռք բերել ես 9-10 տարիների ընթացքում, որ իրանց այս մեծ ջիպով պիտի բերեն ու բարձր սիգնալ տան, ինչ եք նշում, ինչ կա այնտեղ նշելու, ինչ կրթություն է ստացել, պետությունը ինչ կրթություն է տվել և երեխան ինչ կրթություն է վերցրել և տանը ինչ արժեքներ է տրվել կրթության վերաբերյալ, որովհետև դպրոցը ամենալավ կրթությունը տա, պետությունը ամեն ինչ անի, եթե տանը երեխան տեսնում է ծնողների անառողջ շփում, տեսնում է հայկական գարշերի սերիալներ նայել, երեխան երբ հնարավոր է կրթություն արժևորի, եթե տեսնում է գողական էլ չէ, կիսագողական կեղծ, վնասակար բարքեր ենթադրող սերիալներ անվերջ նկարահանել ու այդ ձևել շփվել իրար հետ, դեռ հասները նայում ես
15 տարեկան եմ նայում ես ամեն մեկի մոտ կա մի դանակ կա, ամեն մեկը խոսում է իրար հետ ոնց որ թշնամի լինեն, փոքր պետության ամենակարևոր երաշխիքը փոքր ազգի 3 միլիոն չգիտեմ կանք թե չկանք, ամենակարևոր գոյատևման արժեքը փոխաջակցությունն է, փոխաջակցությունը մենքի գաղափարը, մենքի ընկալումը, այս գարշելի սերիալների միջոցով որ քայքայվում է դա եւ ամեն մեկը փորձում է իր փոքր ինչ որ թաղում, իր փոքր շենքում ինչ որ հատվածում փորձում է ինչ որ հեղինակություն ստեղծի, մնացածին ճնշելու ոչնչացնելու հաշվին։ Այս պարակտումը որ տեղի ունենում, տեղի ունեցել ու տեղի ունենում, քաղաքական զզվելի բաների հետ չխառնեք, զզվելի է եղել միջև էս, զզվելի է հիմա, անառողջ էր միջև այս, անառողջ է հիմա, բան չի փոխվում այդ քաղաքական ներմուծումների արդյունքում, մշակույթը չի փոխվում, չի պահպանվում, ազգանվեր ինչ որ բան չի արվում, որը ինքնությունը կպահպանի, ոնց կարելի է հանդուրժել ինչ որ մեկը ողբերգության մասին մեկնաբանություններ անի, ինչքան մեզ համար, ինձ համար անձամբ ողբերգություն է, որ ինչ հատկապես երեխայի անհետացել, ցավոք գտել են մահացած։ Ոնց կարելի է հանդուրժել եւ լսել, կիսել լայքերը եւ ամեն գրել են մարդուն, ով ասում է ես էքստրասենս եմ, ես գիտեմ նրա տեղը, ես զգացել եմ նրան, ում նման կեղծիքներ։ Այս ամեն ինչը սիրնես գալիս է գիտությունից։ Եթե տգիտությունը ամեն ինչի միջից հանում ես, դա ծայրահեղ ինչ որ բան է դառնում։ Տգիտությունը հանում ես կրոնի միջից, այսինքն գիտելիքը, կրթվածությունը հանում ես կրոնի միջից եւ մնում է միայն տգիտություն, այն վերածում ծայրահեղականների։ Ծայրահեղականների, ովքեր պատրաստ են իրենց համոզմունքների համար ոչնչացնել ցանկացածին, ով չի ճանաչում իրենց, չի ընդունում իրենց, համաձայն չի իրենց հետ։ Կրթությունը ամենամեծ արժեքն է, որ կարող է ինչ-որ ձևով փրկել քեզ, որը կօգնի, որ քո մշակույթը չքանդվի, որը կօգնի քո եկեղեցին չքանդվի, որը կօգնի իմանալ պատմությունը, ոչ թե կեղծ բաներ հրամցնել, ասել, գիտեք, ինչ մենք կռիվներ ենք ունեցել ու կյանքում պարտություն չենք կրել պատմության ընթացքում, բայց այսքանից դարձել ենք այսքան, բա հարց ո՞նց ենք դարձել։ Իսպանիայում կա պատմության թանգարան, որտեղ գրված է բոլոր պարտությունների մասին։ Սովորում են իրենց պարտության վրա, ոչ թե գլուխ են գովում, մենք գիտենք ինչեր ենք ունեցել, բայց այսքան էս։ Դու պիտի ասես, ես ինչ սխալ եմ արել, ինչ սխալներ են եղել, որ այդ սխալը չկրկնես, փոխես, առողջանաս, որ զարգանաս։ Պետք է ներկայացվի պատմությունը, այո, պետք է ներկայացվի, բայց չթաքցվի, չասեն մեր նման չի եղել, մենք ամենահզորն ենք եղել, չգիտեմ, խմած փղերին չգիտեմ ինչ ենք արել։ Պետք է ներկայացվի ինչ է եղել, բայց միևնույն ժամանակ մենք ունենք այնպիսի ռեսուրսներ, որի միջոցով մենք կանք, շատ պետություններ, ազգություններ վերացել մենք կանք, դա ինչ որ ռեսուրս է ենթադրում, դա ազգային ինքնության մեջ կարևոր բաղադրիչ է ենթադրում։ Պետք է օբյեկտիվ խոսել այդ ամեն ինչի մասին։ Մշակույթ, լեզու, ընկերներ, այս ամեն ինչը այնքան կարևոր է, այնքան բարձի թողի է։ Ես չեմ խոսում այն մասին, չեմ կենտրոնանում նույնիսկ այն հանգամանքի վրա, որ ինչ որ շարլատան, կեղծ, խարդախ կանգնում է ու կեղծ էքստրասենսիոն ինչ որ բաներ է թելադրում, ինչ որ բաներ է մարդկանց ասում, նրանք էլ ասում են ամեն, այ եթե քո ասածը լինի, աղոթում են որ քո ասածը լինի, աղոթքով չի փոխվում։ Այդ որ 3000 ամեն գրում են Facebook-յան լայքի տակ, դա դեգրադացիա է, որովհետև դու քո տագնապի, բարձր չէ, դա հավատքի հետ կապ չունի։ Ամեն, որ դու մեծ սմայլիկ ես դնում ինչ որ մեկի գրած post-ի տակ, այդ մարդը գրում է որ շատ էջ առաջ խաղացում ունեն, էջը վաճառ ինչ որ մեկին փող ունենա, բիզնես ինչ որ գարշելի ծրագիր է, որ հիմնվում է զինվորների արժեքի վրա, ռազմարվեստի վրա, այսինքն հասարակության զգայուն տեղերի վրա։ Զինվորների նկար են գրում, գրեք Աստված իրանց հետ ու գրում են ամեն, ինչի համար է այդ մարդը գրում, որ 100,000 պատմիչիկ ունենա իր էջը վաճառ է ինչ որ մեկին, եկել գրում են ամեն, նայեք, որքան այդ ռիտուալային բաները շատանում են, այդ կեղծ բաները, ամեն գրելը կամ ինչ-որ բան, պարզ է, հա, որ դա ենթադրում է, որ դու մենակ չես, պատկանելիության պահանջմունքդ ուզում ես բավարարես, տագնապդ նվազեցնում ես ռիտուալի միջոցով, իսկ ռիտուալը որը մի քանի տեղ ամեն ես գրում, դու քո գործ արել ես այս կյանքում։
Սիրես, այս ամեն ինչը հետևանքն են տգիտության։ Մեր հասարակությունը եթե միացնես իրար, այս միջինացած հաշվարկով, հուզական հաշվարկով, հուզական ինտելեկտուալ զարգացման աստիճանում, անձի աստիճան, դեռահասի աստիճան չենք ձգում, դեռահասի փոքր հասարակության մեջ քաղաքականության պատճառով բաժանվել են երկու մասի ու հոշոտում են իրար։ Ինչա զարգացնես, եթե 2-3 միլիոնի մեջ կես են լինում հիմնականում իրար հոշոտում են։ Այդ շտամին ինչ պրոբլեմ ունի լուծելու։ Նայ ոնց ես ոչնչացնում իրար։ Այն բաժանիր, որտի ես դա ինքնին բաժանվում է։ Քաղաքական գործիչների մեծ մասը չունի ոչ մի ազգային պատկանելություն, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք, հայրենանվերություն չունեն։ Իրենց համար պետք է պահել իշխանությունը ամեն ձևով։ Անառողջ մարդը ամեն ինչ անգնով գնում է քաղաքականություն, որպեսզի ունենա իշխանություն ու իր խորքային տրավմաներով ստացած պահանջները բավարարի ինչքան հնարավոր է երկար։ Հետևաբար նրանք բոլորը օգտագործում են քաղաքականությունը զզվելի ամեն տեղ, դա նևրոտիկ եւ տրավմատիկ է ամեն երկրում։ Վերջիններս օգտագործում են հասարակությանը, միամիտ հատկապես շերտին, ձայն հավաքելու համար, թշնամի դարձնելով մյուս կողմի համար ու թշնամացնելով մյուս կողմի հետևողների համար։ Սա տանում է ոչնչացման, գալիս է դեգրադացիայից, տանում է ոչնչացման։ Ընկերներ, ես ուսումնասիրում 15 տարուց ավել ուսումնասիրում եմ մարդու հոգեկանը, վարքաբանությունը, սոցիալական հոգեբանությունը, ամբոխի հոգեբանությունը։ Այստեղ օգտագործում են փսիխատրոն մանիպուլյացիոն գործիքներ, տեղեկատվական պատերազմի գործիքներ, որը բթացրել է, որ չասեք քաղաքական ինչ-որ բաներ ունի, բթացնում է հասարակությանը, չի տարվում հասարակության զարգացում, որովհետև եթե հասարակությունը զարգանա, ղեկավար, իշխանավոր, որոշում կայացնող ընտրելու է ում գրագետ, հավասարակշիռ մարդու, այդպիսին է ընտրելու։ Դրա համար ոչ գրագետ անհավասարակշիռ, անառողջ քաղաքական գործիչը ամեն ինչ անելու է, որ դու չզարգանաս, դու բավարարվես եղածով, որ ինքը հավերժ մնա։ Դա եղել է, կա ու ցավոք սրտի դեռ կլինի այնքան ժամանակ, որքան ժամանակ մեր հասարակությունը կլինի դեգրադացված, չզարգացված։ Ոնց կարելի է 3000 տարվա պատմություն ունես։ Դու չկարողանաս մշակույթդ այնքան զարգացնես, որ քեզ կայուն պահի, որ դու քո ամենամեծ արժեքը քյաբաբ ուտելը չլինի, որ դու կոտորվես, օրինակ, տենց սեռահիվանդ բլոգերի նյութերը լսելով, սեռախեղված։ Ոնց կարող է ամենամեծ պահանջարկը վայելել այն մարդու խոսքերը, որը անմեջ, անվերջ հայհոյանք է։ Ինչ պահանջարկ կա այդտեղ։ Ուր կարող է հասնել այս հասարակությունը այս տեմպով, այս արժեքներով։ Քանի որ պետությունը չունի այն արժեհամակարգային կարողությունը եւ այն նպատակը, հա, որ հասարակության մեջ այնպիսի առողջ ներարկումներ կատարի, որ մեր հասարակությունը առողջանա, որովհետեւ դա է պետության գրավականը։ Պետք է ամեն մեկը իր մասով անի։ Ոնց կարող է դպրոցում աշակերտը նստի դասի ու երևա, որ ինքը թմրանյութի ազդեցության տակ է, կամ շշմած է ինչ-որ, որ երևում է ինչ-որ բան այն չի։ Ում չի հայտնի, որ Telegram-ով, չգիտեմ, անդադ թմրանյութերի բաներ են փոխանցվում, ինֆորմացիա է փոխանցվում, հայտարարություններ են այդպիսի տրվում ու դրանք կան։ Ընկերներ, ամեն այստեղ պատասխանատվությունը եւ հիմնական ազդեցության լծակը ծնողներն են։ Եթե ընդհանուր
ազգաառողջական ծրագիր, ազգությունը, հասարակությունը, որ առողջացնի, եթե այդպիսի ներդրում չկա, չեն ուզում, չեն կարող, չգիտեմ, ընկնում է ծնողի վրա սեփական երեխայի առողջացումը, բայց դրա համար ծնողը պիտի առողջանա։ Ծնող երեխա փոխհարաբերությունը ամենաառանցքային ֆունդամենտալ հատվածն է պետության եւ հասարակության ներկա ու ապագա կյանքի վրա։ Ծնող երեխա փոխհարաբերությունից է սկսում առողջությունը, որովհետեւ եթե ծնող երեխա փոխհարաբերությունը անառողջ է, դպրոցում ուսուցիչը, խեղճ ու կրակ ուսուցիչը չի կարողանալու ինչ-որ բան անել։ Ուսուցիչը նստած է 30 հոգի դասարանում են, դա արդեն իսկ անհեթեթ է դասընթաց վարելու համար, որովհետեւ 30 հոգու դու չես կարող ոչինչ սովորեցնել։ Մի երեխան եկել է, որովհետև իր հայրը ասել է, արա դե ինչ սովորել, չգիտեմ, խաբես կգցես մի բան կդառնա, մեկը ասել է, սովորել է քեզ ապակաջի գնա մի փեշակ վեկալ բան արի, աշխատի, փող աշխատի։ Ուսուցիչ ինչ կարող է, մանկավարժ ինչ կարող է անել, շատ քիչ բան էր։ Ու այստեղ խնդիրներից մեկն այն է, որ օրինակ 30 աշակերտ կան, 30-ից 10-ը սովորող է, այն 20-ից 10-ը հեզոք են, մի 10-ը չսովորող, այն 5-ն է խիստ խանգարող։ Այդ 5-ը կարող են մի ամբողջ դասը տապալել։ Ու դպրոցը ծնողը լծակ չունի ազդեցության։ Ոնց ազդի, ինչ լծակ ունի ազդեցության։ Շատ սպաներ հիմա զինվորական բանում կառույցում, շատ սպաներ են լծակ չունեն ազդելու այն զինծառայողի վարքի վրա, ով եկել է փողոցային արժեքներից, որ ծառայությունը մեր հակով չի, պիտի ամեն ինչ անես չծառայես, որ 2 տարին անիմաստ կյանքից հետ գնում է, բայց ինքը չի ասում, բա որ 2 տարի են ովքեր որ ծառայում են, դե չնի գալու են, խժռեն քո տունը, որ դու տունը նստած ոչ մի բան չանես ու չպաշտպանես քո երկրի հայրենիքի սահմանները, լծվելու են քո երկիր, չէ՞, հակառակորդը լծվելու է քո երկիր, այդ կյանքից հետ կորուստ է։ Այս արժեքներով պարտադիր զինվորական ծառայության գնացած երիտասարդին սպան լծակ չունի ազդեցության, ինչ անի, բան ուղարկեն, գուբախտ ուղարկեն, քանի անգամ, քանի տոկոսին, որ շատ-շատերը սպանելից են հենց այդ արժեքները կրող։ Ինչ արվի այդ ժամանակ։ Այնքան է այս ամբողջ անկախ Հայաստանի ժամանակատվածում փողոցային բարքեր այնքան են մտել ուժային կառույցներ։ Չես հասկանում փոփոխություն որտեղից պիտի անի։ Դեռահասներից, արդեն երիտասարդներից, որ իրենք ծառայության են գնացել, սպաներից, թե որոշում կայացնողներից փոփոխություն կատարվի։ Ուժային կառույցում մտել է վիրուսի նման փողոցային բարքերը ոչնչացնում են ամեն ինչ։ Արժեք, նվիրվածություն, կրթություն, ոչնչացնում են։ Այն ինչ կարող եմ ես ասել, արգելներս, ամեն ծնող հույսը հավանաբար ծնողների վրա է։ Իրեն զավակներին ոնց են կրթում, բայց այստեղ իրենք էլ շատ-շատերը պիտի կրթվեն, որովհետև շատ-շատերին չեն կրթել, իրենք էլ չգիտեն դա ինչ է։ Իրենք կարող են ընդհանրապես երեխային չսիրել, հույս չտալ, վերաբերմունք չտալ, չկարևորել, չգնահատել, ջերմություն չտալ, չընդունել, մերժել, արժե զրկել եւ այլն, բայց ասեն դաս եք պիտի սովորես։ Բեր դաս։ Այդպես կրթության արժեք չես ներարկում։ Եթե դու չես սիրում երեխայիդ, ոչ թե չես ասում, արա երեխուս մեկը կապնի չգիտեմ ինչ կանեմ, ոչ, եթե չես խաղում, չես գրկում, չես գնահատում, չես խրախուսում, այնպես չի, որ պիտի սահմանափակումներ չդնես, իհարկե, պետք է սահմանափակումներ դնել, շատերին թվում է, որ հոգեբանները բան են, ասում են ամեն ինչ կարելի է երեխան, իհարկե չէ, ոչ հոգեբանի տարբերությունը հոգեբանի, այսինքն ոչ մասնագետի, ծայրահեղականությունն է, ոչ հոգեբանը, տվյալ դեպքում ծնող երեխա փոխհարաբերության մեջ ծայրահեղ է շփվում, կամ ամբողջությամբ բացասական է, կամ բարձի թողի է։ Ինչ ուզում ես արա, կամ ոչ մի բան մի արա։ Մասնագետը ասում է, ոչ, միջինում պիտի լինի, համարժեք պիտի լինի։
Եթե երեխա պիտի խաղա ու ինքը զարգանա, ինքը պիտի խաղա զարգանա եւ կեղտոտվի։ Եթե պիտի ընկնի ոտքը քերծի, որ կյանքի մույթ է ձեռք բերի, պիտի ընկնի, ոչ թե բռնի, ասա ոչ մի բան մի արա չշարժվես, հանկարծ մի բան չլինի։ Բայց դա չի նշանակում, որ պիտի ասես գնա քարով խփի ուրիշի գլխին, որ շատ այնց հայ ծնողների թվում է այնց իրանք բան են տալիս, ինքնավստահություն են տալիս երեխային գնա քարով խփի։ 5 տարեկան երեխա քարով խփում է 5 տարեկան երեխային։ Դրա համար 15 տարեկանը 15 տարեկան դանակահարում է։ Որտեղ է գալիս, այստեղից է գալիս։ Շատ ես ցավում եմ, որ ձեզ այն ինֆորմացիան եմ ուղարկում, որը բացասական է, բայց եթե բացասականի մասին չխոսես, փոփոխություն չի լինի, առողջացում չի լինի, չես կարող առողջանալ, պիտի խոսես բացասականի մասին։ Եկներ, մենք աշխարհի ամենալավ ազգը չենք, մենք միակ խելացին չենք, մենք ամենաչգիտեմ ինչը չենք, հա, մեր գոյատևման ադապտացման արդյունքում մենք ստիպված սովորել ենք վժիվանիա, բայց անհատական աստիճանում, մենքի աստիճանում չի, դա է տառապանքը։ Որ ասում է, այս հայերն են շուստի են գնում են Ամերիկա, եսի ինչեր են դառնում։ Բայց երկրում ինչի չեն դառնում, մեր երկրում։ Որովհետև այնտեղ անհատական են, իսկ ամերիկացիներին օրինակ արևմուտքում սովորեցնում են ընթացակարգային։ Դու քո գործը արա, քո բաները տուր, հարկերը տուր, օրենքները պայի, քո գործը արա, քեզ պետք չի հնարամտել, պետք չի ադապտացվել, պետք չի շուստի լինել, քո կարիերան կզարգանա, ամեն ինչ կլինի, դու լավ աշխատող եղի, հարկերը դու օրենքի խնդիր մի ունեցի, պետք չի դու շատ բան մտածես, համակարգը ստեղծում է այդ հնարավորությունը, արևմուտքում Եվրոպայում ընդհանուր, բայց մեր մոտ այդպես չի, դու կիրթ կարող ես լինել, ամեն ինչ ճիշտ անել, բայց մեկ էլ ինչ որ մի փտած պսիխիկայով մարդու ոչ մի արժեք չի տիրապետում, դժնակեն քեզ պետք, հիմար քեզ խորհուրդներ տա, դու չանես, քեզ հանում են, անես, քո վրա է կոտրվում ամեն ինչ, բնականաբար չի ստացվելու ինչ որ մի բան։ Մեզ մոտ ստիպված վժիվանիայի վրա, գոյատևման վրա է, անհատական աստիճանում, ոնց անեմ ես, մի կերպ պրծնեմ, հա, գոյատևեմ։ Դրսում դա պետք չի, այդ իսկ պատճառով այստեղով այդ կյանքի բարդ իմունիտետ անցնելու արդյունքում տրավմատիկ կյանքի ոճի արդյունքում ձեռք ես բերում վժիվանիայի հնարավորություն, դրա համար գնում են դրսում ռեսուրսներ են ձեռք բերում։ Բայց Ամերիկան, Եվրոպան եւ այլն ունեն մենք, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, ունեն մենք արժեք, մենք։ Իսկ մենք ունենք ես։ Դրա համար միշտ մենքը ուժեղ է եսից։ Սիրելիներս, ավարտեմ նյութս ծնողների վրա է, ցավոք ծնողների ուսերին է ընկած իրենց երեխաների առողջության մի մեծ ֆունդամենտալ հատված։ Ինչ արժեքներ դուք տանը կտաք, ինչ անձով, ինչ ինքնագնահատականով, ինչ առողջությամբ երեխա կձևավորեք, ինչ օրինակ կլինեք, ինչ մշակույթներ կտաք։ Ամեն տանից դուրս ենք այս մտնում են դպրոց, ստեղծում է մի հասարակություն, պարտեզ ստեղծում է մի հասարակություն, բանակ ստեղծում է մի փոքր հասարակություն, ընդհանուր ստեղծում է հասարակություն։ Ամեն ծնողի վրա ընկած հասարակության, առողջության, զարգացման, ես կարծում եմ պատասխանատվության իր բաժին հատվածը։ Դեռ ես չեմ տեսնում ուրիշ տարբերակ, որ կարող է լուծումներ տալ, որտեղ լուծումները այդքան դժվար չեն, բայց շատ կաղացող են։ Այսքանը սիրելիներս, ես հետ հոգեբան Գրիգորի Բադելյանն էր, լավ եղեք, ուրախ եղեք։